Եվս մեկ անգամ համոզեցի, ինչքան խոցելի է կինը ծննդաբերության ժամանակ։ Շատ դեպքերում բժիշկներ իրենց աշխատանքային ռուտինայում չեն զգում ինչպես են օրինակ կիսամերկ, ինչպես է միջանցքով տարվում հիվանդը, ամբողջ հիվանդանոցով կիսամերկ։ Կանայք նշում են, որ շատ դաժան է ցավի մեջ լսել, որ ցավը նորմալ է, առավել եւս դա դաժան է լսել այն մարդուց, որը պիտի քեզ պաշտպանի։ Հարազատ մամայից լսել կամ թեկուզ ամուսնու մամայից, որ բոլորս էլ դա անցել ենք թատրոն մի սարքի, մի կոտորի քեզ պահի մամային վայել եւ այլն։ Հերիք է մի անգամ բժիշկ ասի, դու քեզ ճիշտ չպահեցիր, բալիկիդ էսպես եղավ կամ քեզ այդպես եղավ, դու քեզ կյանքում չես ների։ Շատ կարեւոր է, որ ինչ որ մեկը խրախուսի կնոջը, որ դու որոշի, դու ես անցնելու այդ ամեն ինչի միջով, դու որոշումներ կայացրա։ Գնում են Արգենտինա հենց ծննդալուծման նպատակով, ասենց բուժկական տուրիզմ է դարել, որտեղ նշում են, որ շատ որակյալ է ու շատ ապահով է կնոջ համար, ու շատ կոմֆորտ է, ասենց։ Կանանցից ոմանք նշեցին, որ ցավազրկում չի արվել ու իրանք միակ դաժան ցավը, որ հիշում են, դա կարելու ցավն է։ Հիմնականում սեռական կյանքում խնդիրներ։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք մեծ գործ փոդքասթը, ես Աստղիկ Կարապետյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը Լուսինե Քոչարյանն է, հանրային առողջության մասնագետ, Կեդ 33 կազմակերպության փորձագետ եւ Երևանի Պետական բժշկական համալսարանի դասախոս։ Բարև ձեզ Լուսինե ջան, շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք։ Ես եմ շնորհակալ։ Լուսինե ջան, մենք մեր կազմակերպությունը ձեզ հետ համագործակցությամբ բացառիկ հետազոտություն ենք իրականացրել, որը կոչվում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումները, եւ հետազոտությունը իրականացրել ենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում ծրագրի շրջանակներում Այս հետազոտությունը Հայաստանում առաջինն էր, որ արեցինք, ես կուզեմ, որ դուք պատմեք, թե ոնց սկսեցինք հետազոտությունը անել, իրականում ինչ հետազոտություն իրականացվեց, ովքեր մասնակցեցին, ինչ թիրախային խումբեր եւ արդեն կանցնենք արդյունքներին։ Շնորհակալություն, նախ ուզում եմ սկսել շնորհակալություններից։ Ձեզ եմ շատ շնորհակալ այդ հնարավորության համար, որովհետև իրականում թեմային ես ինքս խորությամբ ծանոթ չէի ու հնարավորություն ստեղծվեց լսել մի բանի մասին, որ հանրային առողջության մասնագետի համար շատ կարևոր էր։ Մոր եւ մանկան առողջությունը այսքան խոսվում է, այսքան հաջողություններ են գրանցվել մեր երկրի առողջապահության համակարգում այս ուղղությամբ, բայց մանկաբարձական բռնության մասին ես ինքս շատ քիչ էի լսել։ Նաև շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք աջակցեցին մարզերում իրականացնել հարցազրույցները, տրամադրեցին առանձնասենյակներ իմ ընկերներին, որոնք աջակցեցին նաև ոնց որ կանանց ներգրավելու հարցում եւ ունեցանք մասնակիցներ, նրանց էլ եմ շատ շնորհակալ, որոնք շատ անկեղծորեն դեմ առ դեմ հարցազրույցների ժամանակ պատմեցին իրենց ծննդաբերական փորձառության մասին։ Թեման շատ զգայուն է, ի սկզբանե գիտեի, որ շատ զգայուն թեմայի մասին ենք խոսելու ու ի սկզբանե ինձ շատ վախեցնում էր դաշտային աշխատանքները, բայց ցույց տվեց ընթացքը, որ կանայք պատրաստ էին խոսել եւ նույնիսկ սպասում էին այդ հնարավորությունը բարձրաձայնել որոշ խնդիրներ, սպասում էին այդ հնարավորությունը խոսել իրենց համար շատ զգայուն թեմաների մասին, որի մասին ոչ մեկի հետ չէին խոսել։ Ու նաեւ ես եւս մեկ անգամ համոզեցի, ինչքան խոցելի է կինը ծննդաբերության ժամանակ եւ ընդհանրապես վերարտադրողական ֆունկցիային վերաբերող ցանկացած հարցում ինչքան խոցելի է կինը ու ինչքան գործ ունենք անելու եւ հասարակության շրջանում եւ քաղաքականության մշակման մեջ ինչքան գործ ունենք դեռ անելու ոչ ենք արել։ Որ խնդրեմ կմանրամասնեք մասնավորապես քանի կին մասնակցեց, քանի բժիշկ մասնակցեց, որովհետև եւ կանայք են մասնակցել, նաեւ ինչ
ովքեր էին այդ կանայք, որ ներգրավեցին, այսինքն կար չէ ինչ որ չափանիշներ էին սահմանված, թե ինչու այս կինը եւ ոչ այն մյուս կինը։ Խնդրում եմ այդ մասերը մանրամասն ներկայացրեք։ Հա։ Որ քաղաքներից, որովհետեւ մենակ ֆոկուսը Երևանի վրա չի եղել։ Քանի որ նաև դուք շատ որակին ուշադիր անձնավորություն եք ու մենք ի սկզբանե որոշել ենք ունենանք շատ որակյալ պրոդուկտ, իրականում մեթոդաբանությունը մշակվեց ինչպես հարկն է, այսպես ասած, ինչպես պատրաստում են ակադեմիական տպագրության կամ գիտական աշխատանքի, այսինքն մեթոդաբանությունը մանրամասն մշակվեց, քանի որ ժամկետի առումով սուղ ենք չստացվեց ունենալ քանակական ավելի լայնածավալ հետազոտություն, որոշեցինք որակական, բայց հստակ սահմանվեց, թե որ կանայք կարող են ներառվել հետազոտության մեջ, այսինքն դրանք վերջին 3 տարում ծննդաբերություն ունեցող կանայք էին Երևան քաղաքում, Վանաձորում եւ Գյումրիում։ Ինչպես նաև ունեցանք բժիշկներ, ունեցանք 28 կին արդյունքում, որոնք համաձայնեցին լիարժեք մասնակցել հարցազրույցներին, բայց ցավոք ունեցանք 6 բժիշկ, ի սկզբանե 10 մասնակից բժիշկ ունեինք, հարցազրույցները չավարտեցին 4-ը, հիմնականում մարզային բժիշկների դեպքում շատ բարձր էր ծանրաբեռնվածությունը, նաև ես հասկացա, որ բժիշկները ավելի բաց կխոսեն իրենց գոլեգայի հետ, նաև հաշվի առնելով այն իմ փորձը աշխատել քաղաքականության մշակման ոլորտում, ես չուզեցի միջամտեմ խիստ կլինիկական հարցերի շուրջ քննարկումներին եւ խնդրեցի իմ համակուրսեցին, որը մասնակցությամբ մանկաբարձ գինեկոլոգ է, ինքը անցկացրեց հարցազրույցները, ունեցանք 6 բժիշկ։ Արդյունքում ամեն դեպքում սա ուզում եմ ասել, հետազոտության արդյունքների վերաբերյալ հետագայում մեր փորձագետ բժշկի Դավիթ Լևոնի Աբովյանի կարծիքը եւ նաեւ ձեր հյուրերի եւ Նորայր Ղուկասյանի եւ Դուլա Անահիտ Մուշեղյանի կարծիքները ամրապնդեցին այն, ինչ որ մենք հետազոտությամբ բացահայտել ենք ու այս առումով ես շատ ուրախ եմ, որովհետև շատ անհանգիստ էի, ինչ կարծիք կունենան բժիշկները ու նաև այն մարդիկ, որոնք աշխատում են հղիների հետ հետազոտության արդյունքների վերաբերյալ, բայց լսելով փոդքասթները հասկացա, որ իրականում լավ արդյունք ունենք։ Խնդրում եմ այդ արդյունքների մասին արդեն խոսենք, էլի հիմնականում մենք ինչ դուրս բերեցինք, ինչ հասկացանք, ինչ դրսևորումներ ա ունենում մանկաբարձական բռնությունը Հայաստանում։ Սկսեմ միջազգային փորձի վերլուծությունից կամ գրականության վերլուծությունից, հիմնականում բժիշկների կողմից հակակարծիքը տերմինին նույնիսկ այն էր, որ Հայաստանում շատ զարգացած է մանկաբարձություն, գինեկոլոգիա ուղղվածությունը եւ ինչպես ասացի, մոր եւ մանկան առողջությունը խիստ ուշադրության կենտրոնում է, հետեւաբար նույնիսկ կիրառել այս տերմինը տեղին չէին համարում որոշ բժիշկներ։ Բայց երբ որ ես ցույց տվեցի գրականության վերլուծությամբ, որ եվրոպական շատ զարգացած երկրներում Նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենք շատ բարձր տոկոս մանկաբարձական բռնության որոշ դրսևորումների, այդ դեպքում արդեն զենքերը վայր դրվեցին եւ գնացինք երկխոսության։ Իրականում մանկաբարձական բռնությունը այնքան դրսևորումներ ունի, դրանք նույնիսկ միջանձնային մակարդակի կարող են լինել ու ասել վստահաբար ասել, որ դա մենք չունենք, հնարավոր չի։ Մենք դուրս ենք բերել հիմնականում օրինակ շատ տարածված երևույթ գաղտնիության խախտում կամ մեկուսիության խախտում եւ բոլոր մասնակիցներն են դրա մասին խոսել եւ բոլոր բժիշկներն են խոսել, նաեւ փորձագետ բժիշկներն են խոսել, որ այո, փորձագետ բժիշկ ավելի ճիշտ, որ այո, շատ դեպքերում բժիշկներ իրենց աշխատանքային ռուտինայում չեն զգում ինչպես են
օրինակ կիսամերկ ինչպես է միջանցքով տարվում հիվանդը, ամբողջ հիվանդանոցով կիսամերկ։ Երբ որ կինը գտնվում է ծննդաբերության փուլում, դա ուղղակի հիվանդ չի։ Ես սա ուզում եմ շեշտեմ եւ շատ կուզեմ, որ եթե տղամարդիկ կլսեն մեզ, նաեւ իրենք դա խոսեն իրենց ընկերների շրջանում, ու շատ կարևոր է տղամարդիկ հասկանան, որ ծննդաբերության փուլում տղամարդ բժիշկները նաեւ կինը ուղղակի հիվանդ չի, ինքը շատ խոցելի պացիենտ է, շատ խոցելի, ինչպես որ փոքր կոնքնա լարված այդ պահին, իր հոգեկան աշխարհը այդ լարվածությանը եւ ցանկացած միջամտություն հազարապատիկ էֆեկտ է տալի։ Մի բառը կարող է տասնամյակներ չմոռանա կինը, ու կապ չունի այդ բառով ասել բժիշկը, բուժքույրը, թե ամուսինը, սկեսուրը, տալը, կապ չունի, ով այդ ցավը տվել, այդ տրավման հազարապատկվում է ըստ իս։ Ու դրա համար բոլոր կանայք, որոնք ծննդաբերության փուլում տենց կիսամերկ գտնվել են ընդունարանում, տարվել են միջանցքով, պալատից պալատ են տեղափոխվել, իրանք անպայման դրա մասին խոսում էին, հենց այդ խոցելիությունից ելնելով։ Նաև գաղտնիության խախտման մասին շատ են նշել կանայք, սկսած նախածննդյան փուլում կոնսուլտացիաներից, երբ որ կոնսուլտացիայի սենյակում գտնվում են մի քանի կին, գտնվում է իրանց հետ սկեսուրը, տեքոր կինը, ընկերուհին, հարևանուհին, մարզում խնդիր էր, որ բոլորը իրար ճանաչում են, այսինքն եթե ես գնամ կոնսուլտացիա տեսնեմ եւս երկու կին կա, գուցե չկաշկանդվեմ Երևանում, բայց եթե ես նույնը կրկնում եմ Վանաձոր քաղաքում օրինակ, այդ երկու կինը ինձ ճանաչում են հաստատ։ Ու այն ինֆորմացիան, որ լսելու են սենյակում, ես վստահ չեմ, որ դա չի տարածվելու հարևանների, գործընկերների շրջանում։ Իսկ այդ ինֆորմացիան կարող է շատ ինտիմ լինի, շատ ու ուրախություն թե տխրություն ինձ ասեմ, որ մենք ունեցանք տենց մասնակից, որը ամբողջ նախածննդյան ընթացքում փորձել էր իր շատ իր համար ցավոտ առողջական խնդիրը փոխանցել բժիշկին, որպեսզի ծննդաբերության ժամանակ չունենա խնդիր, բայց այդպես էլ չէր հաջողել, գնացել էր ծննդաբերության հերթապահ բժիշկի մոտ եւ այնտեղ խնդիրը բացահայտվել էր ու հրատապ գնացել էր կեսարյանի, որից կարելի էր միգուցե խուսափել, ես կլինիկական բժիշկ չեմ կարող դա վերլուծել, բայց ամեն դեպքում սա խնդիր է։ Նաեւ վերբալ առումով փորձագետի ենք շատ դրա մասին խոսել, որ բուժքույրներին թվում է, թե իրենք չեն կոպտում, կոպիտ բառ չեն ասում, նույնիսկ շատ փաղաքշական նուրբ են խոսում, բայց խոցելի լինելով կինը չի ընկալում դա որպես լավ վերաբերվում, ընկալում է որպես ֆամիլիար, ոչ մասնագետին հարիր ու իր նեղ անձնական, նեղ գուցե ասեմ սեռական, նեղ վերարտադրողական ֆունկցիային վերաբերվող կյանք ինչ-որ մեկի քիթը մտցնել։ Ու այդ նույն վերբալ աջակցության խնդիրը կամ վերբալ բռնության խնդիրը կար նաև նշում են նաև հարազատների մասին։ Ես դա ձևակերպել եմ որպես ցավի նորմալիզացիա, որտեղ կանայք նշում են, որ շատ դաժան է ցավի մեջ լսել, որ ցավը նորմալ է, առավել եւս դա դաժան է լսել այն մարդուց, որը պիտի քեզ պաշտպանի, եկել է քեզ պաշտպանելու։ Ընդհանրապես բռնությունը ինքը դաժան է, եթե դու դա ստանում ես այն անձից, որը պիտի քեզ պաշտպաներ։ Ու հարազատ մամայից լսել կամ թեկուզ ամուսնու մամայից, որ բոլորս էլ դա անցել ենք թատրոն մի սարքի, մի կոտորի քեզ պահի մամային վայել եւ այլն, սենց արտահայտություններ են դեպքում, երբ որ կինը ուժեղ ցավի մեջ է, ու մենք ոչ մեկ չենք կարող հասկանալ իր ցավի շեմը որն է եւ ինքը ինչ ազգում այդ պահին։ Հետո այդ թերարժեքության բարդույթը չէ առաջացնում մոտդ, որ միգուցե ես նորմալ չեմ, որ այս ցավը նորմալ չեմ տանում օրինակ։ Այո, միանշանակ ես խոսելով խոցելիության մասին, պատասխանատվության զգացումը ես մի պահ այդ հարցազրույցների ժամանակ անդադ հետ էի գնում
20-25 տարի ոչինչ բացի շատ մեծ սիրուց, որ ես ստացել եմ իմ ընտանիքի անդամներից եւ նաև բուժ կենտրոններում բժիշկների կողմից չէի հիշում, բայց հիշում եմ խոցելիությունը ու հիշում եմ ես ինչ բարձր պատասխանատվության զգացում ունեի իմ բալիկի կյանքի համար։ Ու երբ որ քեզ տալիս են մեղավորության զգացում ու նաև խոցելիություն ունեի պատասխանատվություն ամուսնու սառաջ, որտեվ դա մեր համատեղ, այսպես ասած, արդյունքն է կամ պտուղն է, ու այդ պատասխանատվության բարձր զգացման պատճառով մեղավորության զգացումդ էլ է բարձրանում, եթե քեզ փորձում են մեղադրել։ Ու ես Ղուկասյանի խոսքում լսեցի, եթե հղին իրան ճիշտ չի պահում, հերիք է մի անգամ բժիշկ ասի, դու քեզ ճիշտ չպահեցիր, բալիկիդ էսպես եղավ կամ քեզ այդպես եղավ, դու քեզ կյանքում չես ների։ Ինձ թվում է այդ տրավման երբեք չի անցնի։ Ու մենք նորից ունեցել ենք մասնակից, երկու մասնակից, որոնց բալիկները ունեին խնդիր, նախ շատ հետաձգում են մյուս բալիկի ծնունդը, իրեն զրկելով այդ երջանկությունից ունենալ հաջորդիվ բալիկներ, դա են ծանր վերապրում, համ էլ երբեք իսկապես փորձում են մեղադրել բժիշկին, բայց դրա տակ շատ ինքնամեղադրանք էլ կար։ Իրականում այդ որ ասում են հղին իրան ճիշտ չպահեց կամ այդ բոլոր մեղքերի հիմքը ամեն դեպքում գալիս է ամեն դեպքում օբյեկտիվորեն մեղավորը հենց բուժանձնակազմն է, որ այդ կնոջը 9 ամիս կամ ավելի քիչ լավ ենթադրենք 5-6 ամիս չեն կարողացել պատրաստեն ծննդաբերությանը, որ կինը հասկանա ինչ է նշանակում ճիշտ պահել եւ սխալ պահել պայմանականորեն։ Նախածննդյան խնամքը շատ եմ շեշտադրել, որտեվ բոլոր կանայք եւ բժիշկները նշում էին, նույնիսկ մեր փորձագետը ասեց, որ երբ որ դրսից է գալիս հիվանդը, գալիս է շատ լավ իրազեկ եւ իր իրավունքների մասին եւ ընդհանրապես ինչա ծննդաբերական process-ը։ Հետեւաբար սա մեր բոլորի թերությունն է։ Ու նախածննդյան շատ խոսեցին կանայք, որ մայրիկների դպրոց այո կա, բայց ես չեմ հաճախում ու պատճառները տարբեր են։ Օրինակ աշխատանքից թույլ չտալ, որպեսզի հղին հաճախի մայրական դպրոց, այստեղ աշխատանքային օրենսգիրքը ուրեմն նորմալ չենք վերահսկում, եթե կա որևէ կազմակերպություն անկախ իր իրավաբանական ձևից, մասնավորապես պետականա թե ՀԿ-յա, եթե այնտեղ կա հղիկին ու իր իրավունքը խախտվում է։ Սրա վերաբերյալ կարելի է ժամերով խոսել, հիմա դրան չանդրադառնանք, բայց կամ եթե մայրիկների դպրոցը էֆեկտիվ չի, ես եթե քաղաքականություն մշակող լինեի, ուրեմն կգտնեի էֆեկտիվ ձևը, եթե ձեր բանախոս Անահիտը Մուշեղյան ասում է, որ շատ են գալիս յոգայի, եկեք յոգան ֆինանսավորենք։ Կամ այդ մայրիկների դպրոցի դեպքում հնարավորություն տանք անվճար յոգայի դասերի, եթե մարզում թեյախմությունն է հղիների շփման եւ ինչ որ ինֆորմացիա մասնագետի կողմից ընկալման ձևը, թող թեյախմություն լինի։ Այսինքն ընտրենք ալտերնատիվ ձևեր, որ եւ ոչ թե նստենք լեկցիա լսեն, ու նաեւ ալտերնատիվ ժամեր, գուցե դա կարող է լինի on-line, շատ ավելի էժան պետության համար էլ։ Գտնենք այդ ալտերնատիվ ձևերը, որ այդ ինֆորմացիան գնա հասնի հղի կնոջը, որտեվ ինքը լսում է ստիպված նաև սկեսուրին մամային տալին տեքոր կնոջը ես դեմ չեմ բացարձակ, ես լսել եմ, ես ստացել եմ իրենց աջակցությունը, բայց պարտադիր չի, որ բոլոր այդ անձինք ունենան համապատասխան կրթություն եւ գիտելիքներ եւ բացի այդ ունենան լավ փորձառություն։ Եթե իրենք ունեցել են վատ փորձառություն, այդ նեգատիվն են տալու։ Այդ նեգատիվ փորձառությունն է կիսելու։ Իրականում այդ տարբերակները, որ ասում եք, նույն յոգայի դաս, թեյախմություն եւ այլն, այդ հա լավ տարբերակներ են, բայց պետք է նաեւ ինչ որ չափանիշ սահմանվի, որ այդ միջոցառումների ժամանակ իրենց հասած ինֆորմացիան պետք է լինի զտված, շատ չափանիշներ անցած, պրոֆեսիոնալ
մակարդակի ինֆորմացիա, այսինքն չգիտեմ փոխանցվել է ոնց կլինի, եթե սխալ չեմ հիշում, մենք հետազոտության մեջ նաև առցանց դասընթացներ ինչ որ բան էինք առաջարկել, որ դա լավ տարբերակ կլինի։ Հիմա եթե մշակվեն այդ առցանց դասընթացները, լրիվ նորմալ է, չէ՞, որ ասենք նույն այդ ձեր ասած թեյախմության ժամանակ մարդիկ նստեն, լսեն դասերը։ Թե ես սխալ եմ պատկերացնում։ Չէ, միանշանակ, ինչի մասին որ խոսում ենք, մոտեցումը պետքա լինի խիստ պրոֆեսիոնալ ու ստանդարտացված։ Եթե մի բուժ հիմնարկում հաջողվել է օրինակ նվազեցնել ինչ պատճառով կեսարյան հատումները, ես լսեցի բժիշկ Ղուկասյանին, ինչ որ բան են պատրաստել ինֆորմացիոն դրանք տակ ստորագրում են, հասկանում են, որ կեսարյան հատումը կարող է ունենալ շատ լուրջ բարդություններ, կարելի է ստանդարտներ սարքել եւ տարածել համատարած ամբողջ հանրապետությունում, նույնը վերաբերվում է նախածննդյան խնամքի ժամանակ տրվող ինֆորմացիային, առցանց դասերին, նույն այդ յոգաների ժամանակ տրվող ինֆորմացիան, չէ, այնտեղ էլ է ինֆորմացիա տրվում, բայց իրանք ոչ մի լիցենզավորում եւ այլն չեն անցնում, այսինքն, բայց մեկը աշխատում են հղի կնոջ հետ։ Ճիշտ կլինի, որ ինչ որ նվազագույն գոնե ստանդարտ պահանջվող առողջապահության ներկայիս քաղաքականությամբ, դրան համապատասխան ինֆորմացիա տրվի կամ բժշկագիտության նոր զարգացումներին մոտ ինֆորմացիա տրվի։ Մենք բոլորս առաջ ենք գնում, բժշկագիտությունը շատ հզոր քայլերով առաջ է գնում, հետ չեն գնալու, ուրեմն նոր մոտեցումները տրվի, բոլորը հղիները իմանան, որ օրինակ էպիդուրալ անզգայացումը անվճար է, իրանք կարող են դրանից օգտվել, դրան զուգահեռ իմանան, էլ ինչ արտոնություններ եւ առավելություններ իրենք ունեն։ Աջակից անձը իմանա, ինքը եթե ներսա մտնելու, օրինակ աջակցող անձի մասին շատ խոսեցինք շնորհանդեսին, շատ հարցեր եղան, աջակից անձին ով պիտի կրթի ու ինչ պիտի կրթի։ Այդ շատ կարևոր հարց է, որովհետեւ իրականում առանձին զրույցների ժամանակ էլ մեր հետազոտության մեջ էլ էին դուրս էր գալիս այդ խնդիրը, որ մարդիկ գնում են որպես աջակցող անձ եւ ուղղակիորեն դառնում են բեռ հենց նաև ծննդկանի համար, բուժանձնակազմի համար կան, չէ, տենց հումորային պատմություններ, որ ամուսինը գնում է կնոջը որպես աջակցող անձ, բայց ինքն է վատանում ու բուժանձնակազմը չի կողմնորոշվում, հիմա ում պետք է օգնություն ցուցաբերի։ Հա, այդ շատ կարևոր հարց է ու շատ կուզեմ, որ դրա մասին առանձին խոսենք։ Բոլոր տարօրինակ էր իմ համար էլ, ձեր համար էլ, չէ, որ բոլոր կանայք նշել էին, որ մեծ մաս եկեք տենց ասենք, որ ամուսնու մասնակցություն չէին ուզի։ Մեր բժիշկ փորձագետը դա հաստատեց եւ ասեց, որ ամուսինը կկաշկանդի կնոջ ազատությունը, ոնց է ինքը ուզում շարժվի, ինչ դիրքով պարկի, ինչ ձայն հանի, գոռա, այդ սահմանափակում է ամուսնու ներկայությամբ, դա սահմանափակվում է, եթե ամուսնու ընտանիքից կամ կնոջ ընտանիքից ինչ որ մեկն է, նույն կերպ, եթե կինը չի ընտրել, եթե իր ամենամտերիմ, ամենավստահելի անձը իր հետ չի բարձրացրել ծնարան, ապա դա կաշկանդում է եւ նաեւ խանգարում է բժիշկին։ Այս առումով որպես առաջարկություն երևի աջակից անձը պետք է անցնի ամբողջ ճանապարհը հղի կնոջ հետ ու նույն կերպ կրթվի, պատրաստվի հոգեբանորեն, այդ շատ կարևոր է, բայց բացի դա առողջապահական կտորն է, լուրջ դաստիարակչական աշխատանք կանելու հասարակության հետ։ Ամուսինը պետք է գիտակցի ինչի է գնում իր կինը, ինչի համար է գնում ու ինչքան խոցելի է կինը այդ պահին։ Այն սխալները, որ կարվեն իր կողմից, նորից աններելի կլինեն։ Ու մեր փորձագետ բժիշկը մի բան էր անդադ շեշտում, որ ինձ էլ շատ դուր եկավ, ես իր հետ համաձայն եւ նաեւ
ոնց որ ինքը արձագանքեր այդ կանանց ասած հաստատ էր մի կողմից էլ, որ ծննդաբերությունը այն պահն է, որ կարող է շատ շրջադարձային լինի ընտանիքի հետագա երջանկության համար։ Հենց այս բառերով է ասել Դավիթ Աբովյանը, որ հետագա երջանկությունը ընտանիքի շատ կախված է ծննդաբերության ընթացքից։ Ու նորից պիտի կրկնեմ, որ այն սխալները, որ այս խոցելի պահին կարվեն, հետո վտանգի կենթարկեն ընտանիքի երջանկությունը, իսկ ինչա կարևոր է այդ ընտանիքի երջանկությունը։ Մենք բոլորս այսօր անհանգստացած ենք, որ մեր պետությունը լինի անվտանգ։ Այդ երեխաներն էլ, որ մեծանում են այդ ընտանիքում, այդ ընտանիքն էլ իրանց պետությունն է, իրանք ուզում են այդ ընտանիքը լինի իրանց սոցիալական, հոգեբանական, նաև նյութական անվտանգության երաշխիքը։ Այդ ընտանիքը չպետք է տուժի նրա պատճառով, որ ամուսինը չի պատկերացնում ինչի է պատրաստվում իր կինը, ինչի մեջով անցելու, ինչ հոգեբանական վիճակում է հիմա։ Այդ լուրջ խնդիր է, որ պետքա դրան արձագանքել անպայման։ Իրականում բացի ամուսինները նաև կարևոր է մյուս աջակցող անձանց պատրաստված լինելը, օրինակ ուղեկցում են կնոջը սկեսուրդները կամ ընկերուհիները, քույրերը կամ ավելի հիմնականում մեծ տարիքի մաման կամ սկեսուրը, ովքեր ունեցել են վատ փորձ եւ ոչ միայն ցավն են նորմալացնում, այլ հենց այդ վատ փորձն են նորմալացնում, ինչը այդքան էլ լավ չի։ Մենք ունենք չես մասով ինչ որ դիտարկումներ։ Այո, մենք առաջարկել ենք, որ հղին ինքը ընտրի, ով իրեն պետքա ուղեկցի, ով այդ աջակիցը, որ իր կողքը պետքա լինի եւ անպայման ծննդկանի համաձայնությամբ, գրավոր նույնիսկ համաձայնությամբ մեր առաջարկության մեջ այտենց է հնչել, որ աջակցողը գա հայտնվի ծնարանում, որտեվ կանանց շրջանում եղել են կանայք, որոնք նշել էին, որ իրենց հետ բարձրացել է ամուսնու ընտանիքի անդամ, ում հետ իրենք առանձնապես լավ հարաբերություններ չեն էլ ունեցել ու պատկերացրեք այդ ամենաիրակյանքի կարևոր պահին դա միայն վնասաբերում ոչ օգուտ, եթե նույնիսկ մասնագիտությամբ օրինակ այդ մարդը մոտ, հա, ասենք բժիշկա կամ բուժքույրը, դա կապ չունի, պիտի հոգեբանորեն մոտ լինի եւ բժիշկները հաստատել են, որ եթե հոգեբանորեն մոտ մարդ է գալիս ծննդկանի հետ իսկապես ծննդաբերությունը անցնում է առանց բարդությունների եւ ծննդկանը իրեն շատ ավելի լավ ազգում իր ընտրած աջակցի հետ, բայց ինչի է ամուսինների պահը շեշտադրում, երբ որ զույգը ամուր էր որոշումներում եւ կնոջ կայացրած որոշումները նաեւ աջակցվում են ամուսնու կողմից, դժվար թե կարողանան միջամտել, ինչի եմ սա ասում, որտեվ առաջի բալիկը ունենալուց հետո ու բացասական փորձառություն ունենալուց հետո կանայք արդեն երկրորդ բալիկի դեպքում կարողացել էին պնդել իրենց որոշումները։ Ստեղ կանխարգելման խնդիր է, հենց առաջի ծննդաբերությունը, որպեսզի բացասաբար չանդրադառնա իրենց եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, ճիշտ է կանխարգելել այդ բանը։ Ճիշտ է ասել, որ եկեք ավելի լավ է դուք կարողացեք համատեղ որոշել եւ աջակցեք ձեր կնոջի իր որոշումներում, քան առաջի ծննդաբերությունը դառնա փորձադաշտ, հետո արդեն երկրորդ, երրորդին փորձառու մաման արդեն կարողանում է կողմնորոշվել։ Ու նաեւ եթե նույնիսկ ամուսինը չի կարողանում աջակցել կնոջ այդ որոշումների դեպքում, պետք է կինը լինի ավելի ուժեղ ու կուլ չգնա ամոթին, կուլ չգնա այդ կուլտուրային, որ ասում են, եւ ինքը որոշի իսկապես ով պետք է իր հետ լինի, եթե ինքը իսկապես ուզում է, որ ինչ-որ մեկը գա։ Այդ շատ ամենակարևոր պահերից է, երբ որ մենք շատ ենք տեսնում նույն սոցցանցերում կանանց խմբերում, երբ որ կանայք դժգոհում են, որ ինչ-որ որոշումներ ընդունել են սկեսուրների կամ այլ մարդկանց ազդեցության տակ ու հենց կուլ են գնացել իրանք ոչ թե իրանց որոշումն է եղել, այլ ուղղակի արել են այնպես, ինչպես ընդունվել է ընտանիքում։ Այստեղ ուղղակի մի հատ գործոն կա, էլի նորից այդ խոցելի վիճակում գտնվելը։ Հղի կնոջ դեպքում ասել, որ ամուր եղի քո կամքը ամուր լինի,
երևի հղիության հենց այն բոլոր նույնիսկ ամենաուժեղ աղջիկները դառնում են լացկան հղիներ։ Ուզում եմ ասեմ, էմոցիոնալ ֆոնը այնպիսին է, որ ստեղ մենք անպայման աջակցողի կարիք ունենք։ Խրախուսողի, ինչ որ մեկը խրախուսի, որ նրանք իրենց որոշումները պնդեն։ Դրա մասին պիտի շատ ռոպագանդվի, խոսվի։ Աղջիկների մամաների դերն է շատ կարևոր։ Նաև ստեղ շատ եմ կարևորում, որտեվ իրանք ամեն դեպքում իրենց մամայի, տատիկի այդ գիծը տանում են իրենց նոր ընտանիք։ Ու շատ կարևոր է, որ ինչ որ մեկը խրախուսի կնոջը, որ դու որոշի, դու ես անցնելու այդ ամեն ինչով դու որոշումներ կայացրա, թե չէ էմոցիոնալ ֆոնը շատ զգայուն է այդ պահին, որ դու կարողանաս դառնալ այն կամքով աղջիկը, որ որոշումներ կկայացնի ու կպնդի ամբողջ ընտանիքին։ Իհարկե ծնողի աջակցությունը շատ կարևոր է ու հատկապես մամայի աջակցությունը, բայց հատկապես մարզերում ընդհանրապես ես դրա մասին շատ երկար եմ մտածել, որը կարող է լուծումը լինել։ Կինը գնում է բժշկի մոտ, ասում է, որ ինձ ուղեկցելու է սկեսուրը, օրինակ, բայց այդ որոշումը իր որոշումը չի։ Այլ սկեսուրի որոշումն է, որտեղ սկեսուրը հետաքրքրասեր է, օրինակ, չի հարգում այդ սահմանները, այս չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ ինչ-որ թիրախավորում ենք սկեսուրներին, բայց սա շատ տարածված պրակտիկա է ցավոք սրտի, դրա համար օրինակը սկեսուրների վրա ենք բերում։ Լավ, որոշումը կնոջը չի եւ կինը գնում է այդ գրավոր որոշումը տալու կամ բանավոր, որ իմ հետ գալու է սկեսուրը։ Արդյոք այս դեպքում չպիտի լինի բժշկի միջամտությունը կամ առանձին զրույցը, որ աղջիկ ջան, հաստատ լավ ես մտածել, սա արդյոք քո որոշումն է, դու մի խոսքով այդ վերադառնանք նորից բժիշկներին եւ գաղտնիությանը։ Եթե բժիշկը մենակ ընդունի պացիենտին, պահպանվի գաղտնիությունը, պացիենտը գա առանց ուղեկցողների ու իրենք տետատետ, ասենց ասեմ, դեմ առ դեմ խոսեն այդ հարցերի մասին, կկարողանա հղիկինը իր որոշումը գրավոր ճիշտ ձևակերպել։ Իսկ եթե կան ընտանիքի բոլոր անդամներով եւ ամեն մեկը փորձի իր կարծիք ասել, միջամտել եւ այո, գուցե ինքը գրավոր ստորագրի, որ էս ինչ մարդն է գալու, բայց դա բացարձակ իր որոշումը չլինի։ Այսինքն ոնց պտտվենք, պիտի գնանք հասնենք նախածննդյան խնամքին, մասնագետի դերը այդտեղ տեսնենք ու պետքա պահվեն մասնագիտական բոլոր պահանջները։ Գաղտնիությունը առաջնահերթ։ Նաև մասնագետի բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմն է շատ կարևոր իմ կարծիքով, որովհետև նաև այդ էթիկայի կանոններին հետևելը, օրինակ, եթե նույն այդ բժիշկը ունի տրավմատիկ փորձ եւ նույն այդ բժշկի համար է ցավը նորմալ ու լիքը այլ բաներ, էտել է չէ խո չնդոտող հանգամանք, արդյոք հենց բժիշկները բուժ անձնակազմն էլ չպիտի վերապատրաստվի, արդյոք այս ուղղությամբ ինչ-որ լուծումներ ունենք մենք։ Մենք առաջարկել ենք իհարկե, բայց ես գիտեմ արդեն քայլեր կան, բժշկական էթիկայի մասին ավելի շատ է խոսվում, բժշկական էթիկան, եթե չեմ սխալվում, պարտադիր պիտի լինի այն դասընթացը, որ այն շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում բոլոր բժիշկները պիտի այդ դասընթացը անպայման անցնեն, բայց իա հավելումն պետքա հենց մանկաբարձական, ինձ թվում է բռնության շեշտադրմամբ կամ գաղտնիության շեշտադրմամբ նաև դասընթացներ ներառվեն, որտեղ շատ դեպքերում, եթե մարդը չի ճանաչում դա որպես բռնություն, ինքը դա չի էլ կանխարգելի։ Որոշ բժիշկներ, ինչպես տեսանք մեր փորձից համատեղ, այդ թվում ձեր հյուրը շատ լավատեղյակ են, բայց որոշ բժիշկներ ուղղակի չեն ուզում ընդունել, որ կա մանկաբարձական բռնություն, կամ այն միջամտությունները, որ արվում են ծննդաբերության պահին, դա բռնություն է։ Դա ըստ իրենց ուղղակի մանկաբարձական իրավիճակից ելնելով բժշկական միջամտության անհրաժեշտություն է։ Ուտեղ ոչ մեկի կարծիքը հարցնել բժիշկը պարտավոր չի, բայց գոնե նախորոք կնոջը տեղյակ պահել, որ հնարավոր են այս միջամտությունները,
հետո այդ միջամտությունները ինչ հետևանքներ պիտի թողեն, սա էլ է շատ կարևոր, դե ծննդաբերությունից հետո կինը գնում է, այլ ոչ մեկ իր չի աշխատում։ Նու գոնե մարզերում ես հասկացա, որ բժիշկները գեր ծանրաբեռնված են։ Շատ ծանրաբեռնված են բժիշկին, սա մեղադրանք չի բացարձակ։ Համակարգային լուծում պետք է լինի, ինչպես անել, որ բժիշկը չունենա այդ ծանրաբեռնվածությունը։ Մի քանի հարցի մասին խոսեցինք, մեկը այդ տեղեկացված համաձայնության իրավունքներ, որը մենք արձանագրեցինք, որ բավականին շատ են դրա մասին խոսում կանայք, երբ իրենց չեն տեղեկացրել, նախ չեն տեղեկացրել, հետո էլ համաձայնության կարիք էլ չի եղել ասելու, միանգամից միջամտությունը արել են։ Այս մասով մենք ունեինք առաջարկություններ, թե ոչ, ինչ պետք է արվի, որպեսզի այս իրավունքի խախտումները մինիմալիզացվեն, հետո արդեն անցնենք այդ նույն բժիշկների խնդիրներին։ Քանի որ համաձայնության ձևը ամրագրված է, ինչ միջամտությունների համար է հիվանդը համաձայնություն տալիս եւ նույնիսկ հասարակ ատամնաբուժական պրակտիկայում այդ պարտադիր հրամանա պիտի պացիենտը իր համաձայնությունը տա միջամտությունների համար։ Բայց ինչպես է դա պահպանվում, ինչքան մանրամասնակին է տեղյակ լինում, ինչի տակ է ստորագրում, այդ շատ կարևոր է եւ մենք առաջարկել ենք վերահսկման մեխանիզմներ սահմանել կամ այնպես անել, որ դա կիրառելի լինի, ասենց ասեմ, չլինի այն տարբերակը, որ մենք ունենք փաստաթուղթը, բայց ինքը չկիրառվում։ Ու նաեւ ստեղ նորից բժիշկներին հանգիստ թողնեմ, անցնեմ պացիենտներին։ Նաեւ իրենք պացիենտները պահանջատեր լինեն, փորձեն հնարավորինս շատ տեղեկություն ստանալ, չնայած իմ հանդիպած կանայք ասում են, որ բժիշկը գեր զբաղված է եղել, իրանք փորձել են ստանալ ինֆորմացիա, սակայն բժիշկը եղել է գեր զբաղված։ Շատ լավ կան կլինարդինատորներ, կան բժիշկներ, որոնք դեռ նոր են հասնում այդ փառքին, որ ունենան այդքան պացիենտ։ Իհարկե խոսքը մարզերի մասին չի, Երևանի մասն է, որտեղ մարզերում այդ ճոխությունը չկա, բայց գոնե Երևանում այդ ճոխությունը կա։ Այդ բժիշկները, երիտասարդ բժիշկներ եւ կլինարդինատորները աշխատեն հիվանդների հետ, գոնե տեղեկացման փուլում հնարավորինս շատ տեղեկություն տալով, որ արդեն հայտնի բժիշկի մոտ կամ գերզբաղված բժիշկի մոտ, երբ որ հղին հայտնվում է ծննդաբերելու, ինքը մաքսիմալ եւ տեղեկացված լինի եւ հասկանա ինչի տակ է ստորագրել, եթե ստորագրել է ու ինչա իրան սպասվում։ Բացի այդ, ինձ թվում է դա երիտասարդ բժիշկների համար լավ հնարավորություն կլինի պացիենտների հետ հաղորդակցվել ու շատ հաղորդակցվել, որտեվ բժիշկը մենակ լավը չի համարվում գոնե պացիենտի համար, եթե մենակ ինքը վիրտուոզ վիրահատում է։ Պացիենտը գնահատում է ինչպես հաղորդակցվեց իր հետ բժիշկը։ Ու այդ հաղորդակցությունը շատ կարևոր է եւ բժիշկի համար եւ հիվանդի համար այդ վստահությունը։ Երիտասարդ բժիշկը հնարավորություն կունենա, պատկերացնում եք, այդ ամեն ինչը բացատրելուց ինքը կհաղորդակցվի, կհասկանա պացիենտների ինչ հարցեր են սովորաբար ունենում, հաճախ տրվող հարցերը, ու ինքը այդ առումով էլ կաճի, մինչև այդ լավ բժիշկ դառնալը կամ գերզբաղված բժիշկ դառնալը։ Շատ պացիենտ ունեցող բժիշկ դառնալը ինքը այդ հաղորդակցության ոնց որ դասն էլ կսերտի։ Իրական շատ կարևոր դաս է, շատ կարևոր դաս է, իհարկե բոլոր մասնագիտությունների դեպքում չգիտեմ ինչի դա կարևորվում է, մինչև վաճառող են ընդունում մի հատ անպայման սովորացնում են ոնց հաճախորդի հետ հաղորդակցվել ճիշտ, բայց բժիշկների բժշկական համալսարանում անցնում են այդ դասը, բայց պիտի նաև փորձը լինի, հա, հնարավորությունը լինի։ Դու շատ հաղորդակցվես, շատ հասկանաս, չէ՞ որ տարբեր կրթական մակարդակի տարբեր բնակավայրերից, տարբեր կյանքի փորձով կամ փորձություններով անցած մարդիկ են գալիս, որոնք կարան շատ անադեկվատ ընդունեն քեզ թվացող adekvat խոսակցությունը։ Այդ հաղորդակցությունը ինձ թվում է շատ կարևոր է հիվանդի համար ու նաև վստահություն առաջացնում բուժ հիմնարկի նկատմամբ։ Մի հատ հղի էլի եմ ասում, խոցելի վիճակում հղի կնոջը մի հատ մաքրուհի
բուժքույր կամ դռնապահ կապ չունի վատ բառ ասի, կարող է ինքը այդ բուժ հիմնարկ, եթե նույնիսկ այդտեղ լավագույն բժիշկն է, չգնա։ Ըստ իս տենց է, որտեվ դու բուժ հիմնարկի մասին կարծիք ես կազմում, ոչ թե պատերով մենակ ու բժիշկով, այլ ընդհանրապես իր ոնց է կազմակերպված աշխատանքը բուժ հիմնարկում։ Հա, լրիվ համաձայն եմ, այդ շատ կարևոր է։ Մեր հետազոտության առաջարկություններից առաջինը վերաբերվում է հենց սահմանմանը, մանկաբարձական բռնությունը սահմանել օրենսդրությամբ։ Ըստ ձեզ ինչ է տալու դա ու ինչքանով է կարևոր ունենալ օրենքում այդ սահմանումը։ Երևի այդ ամենակարևոր առաջարկությունն է ու այդ ընձեռողական կետն է, որից պիտի սկսենք, որտեվ եթե որևէ երևույթ չենք սահմանել, ինքը ուղղակի չկա։ Եթե մենք չենք սահմանել օրենսդրերը ինչ է մանկաբարձական բռնությունը, մենք ոչ կարող ենք հաշվել, չենք կարող ունենալ հաշվարկ, թե քանի դեպք է գրանցվում բռնության ու չենք էլ կարող կանխարգելել։ Հարավամերիկյան երկրները առաջատար են այս հարցում ու 2007 թվականին, եթե չեմ սխալվում, Վենեսուելան, 2009 թվականին Արգենտինան օրենսդրորեն սահմանել են մանկաբարձական բռնությունը եւ ինչպես գիտեք, դրանից հետո լուրջ հաջողություն են գրանցել, որտեղ այսօր հետխորհրդային երկրներից շատերը գնում են Արգենտինա հենց ծննդալուծման նպատակով, ասենց բուժկական տուրիզմ է դարել, որտեղ նշում են, որ շատ որակյալ է ու շատ ապահով է կնոջ համար, ու շատ կոմֆորտ է, ասենց այնտեղ ունենալ ծննդաբերություն, իսկ ինչ է այդ զարգացումը եղել, որտեղ խնդիրը սահմանելն է ի սկզբանե, մենք էլ մինչև չսահմանենք, որևէ աշխատանքի մասին այս ուղղությամբ խոսելը անիմաստ է։ Լուսինե ջան, մենք մի հատ հետաքրքիր կտորել ունենք հետազոտության մեջ, կոչվում էր ցավազրկելը, մերժելը։ Իրականում շատ բարբարոս է թվում, բայց կանայք հաճախ շատ հաճախ չէ, բայց եղել են դեպքեր, երբ բողոքել են, դժգոհել են, որ ինչ որ կար են դրել կամ ինչ որ միջամտություն են արել առանց ցավազրկման։ Գնահատականության վերլուծությամբ իրականում հայտնաբերվել էր այս դրսևորումը, ոչ թե հայտնաբերվել էր, այլ նկարագրվել էր այլ երկրներում այս դրսևորումը, նույնիսկ պատմական ակնարկ է վերլուծված հետազոտության նախաբանում, երբ որ դա դիտվել է խտրականություն ցավազրկման մերժումը, օրինակ սպիտակամորթ կանանց ցավազրկել են, սևամորթերին չեն ցավազրկել ու թվում էր թե մեր օրերում պիտի այս հարցը ակտուալ չլինի, բայց եւ կանայք եւ բժիշկները հաստատեցին, կանանցից ոմանք նշեցին, որ ցավազրկում չի արվել ու իրանք միակ դաժան ցավը, որ հիշում են, դա կարելու ցավն է եւ հետաձգում են հաջորդ ծննդաբերությունը հենց այդ կարելու ցավի պատճառով ոչ այլ։ Եվ բժիշկներից հաստատեցին, որ իհարկե դա դաժանագույն բան է մերժել ցավազրկումը, բայց այո, գրանցվում են դեպքեր, երբ որ շեքահատումից հետո կարում են առանց ցավազրկման։ Դա բժիշկի համար էլ է անտանելի։ Ես իրականում չեմ պատկերացնում ինչ պիտի լինի, որ բժիշկը չցավազրկի, քանի որ ամբողջ ընթացքում կինը նշում էր, որ ինքը անբնական գոռում էր ցավից։ Այդ ինչ պիտի լինի, որ չցավազրկի, բայց արձանագրվել է եւ դա պիտի անպայման դա էլ կանխարգելվի։ Մանավանդ հիմա եթե էպիդուրալ հասել ենք նրան, որ էպիդուրալ անզգայացումը պետության կողմից վճարվում, այսինքն անվճար է կնոջ համար, ինչն է խնդիրը չցավազրկելու։ Իդեպ անուղղակիորեն անդրադարձել ենք նաեւ հետևանքներին եւ կնոջ եւ երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Խնդրում եմ դրա մասին էլ խոսենք։ Ես սա գրավորել եմ ֆիքսել, հիմա բանավորել ասեմ, որ քանի որ չափորոշիչներ չենք սահմանել, իսկ որոնք են հետևանքները, որպիսի հետո կարողանանք խոսել, որ այս հետևանքները արձանագրվել են, ամեն դեպքում կանանց պատմածից որակական վերլուծությամբ դուրս են բերվել այն թեմաները, որ կանայք նշել են որպես հետևանք։ Հիմնականում
սեռական կյանքում խնդիրներ, երկարատև առանց սեռական կյանքի ամուսնություն կամ ամուսնալուծություն էլ եղել, պատմեցին, որ ամուսնալուծության դեպք էլ արձանագրվել նորից բացասական փորձառության հետևանքով եւ ամուսնու ընտանիքի կողմից անհարկի միջամտության հետևանքով հոգեբանի են գնացել, շատերը նշեցին, որ հոգեբանի ծառայություններից են օգտվել, 2 հոգի սեքսապաթոլոգի ծառայությունից էր օգտվել հետագայում, որպեսզի վերականգնի սեռական կյանքը, նաև ինչպես նշեցի, 2 բալիկ խնդիրով էին ծնվել եւ մամաները դա հստակ տեսնում էին որպես ծննդաբերության վատ ընթացքի հետևանք, ինչ որ մեղադրանքով դեպի բժիշկը, բայց նաև, ինչպես ասացի, տեղ ինքնամեղադրանք էլ կար։ Լուսինե ջան, ի վերջո մեր այս հետազոտությունը ինչ արժեք է ստեղծելու եւ բժիշկների համար եւ պացիենտների համար եւ ընդհանրապես համակարգի համար, որովհետեւ ի վերջո մենք հենց իրանց համար ենք արել այս ամեն ինչը, որ հետևություններ ու ազդեցություն ունենա, որն է լինելու ազդեցությունը։ Քանի որ հետազոտությունը հետո այսպես ասած նրա արձանագրած արդյունքները վալիդացվեցին նաև ձեր հրավիրած խոսնակների կողմից, նաև փորձագետի կողմից եւ շնորհահանդեսին էլ շատ լավ լսարան ունենք եւ լսարանն էլ արձագանքեց դրական, այսինքն ինչ որ նաև մասնագիտական լսարաններ եւ ինչ որ առումով հաստատեցին, որ այո երևույթը կա, ամենակարևորը որ մենք արձանագրել ենք, որ երևույթը կա եւ այս երևույթը պիտի սահմանել։ Շատ կարևոր են առաջարկությունները, ինձ թվում է շատ կարևոր է, որ քաղաքականություն մշակողները գուցե հենց այդ տեսքով չընդունեն, բայց ամեն դեպքում, քանի որ երևույթը նկարագրել ենք, դրանից բխող առաջարկություններ են գոնե դնեն քննարկման, դնեն օրակարգ եւ քանի որ մոր եւ մանկան առողջության առումով մենք առաջատար ենք, սա էլ անենք, սա էլ մի հատ դրական քայլ անենք այս ոլորտում ու համարենք, որ այո մենք իսկապես առաջատար ենք։ Որակական հետազոտություններին սովորաբար հաջորդում են քանակական հետազոտություններ, ավելի լայնածավալ, ավելի ճշգրիտ տվյալներ են տալի, բայց դրա համար պիտի սահմանումը լինի, մենք հասկանանք ինչ ենք չափում։ Բժիշկ Ղուկասյանը նշեց, որ իրանք տալիս են վիճակագրություն, բայց այդ վիճակագրությունը հաստատ չի գրանցվում որպես անհարկի միջամտություն, չէ՞, որպես տեղին միջամտություն է գրանցվում։ Ուրեմն պիտի ստանդարտներ մշակվի ու հստակացվի, իսկ որն է անհարկին։ Հետազոտությունը ցույց է տվել ինչ աշխատանք դեռ կա անելու։ Մանավանդ այս պահին, երբ որ մենք խոսում ենք ցածր ծնելիության մասին, ծննդատներ են փակվում, նորից բժիշկ Ղուկասյանը հաստատեց, որ մրցակցություն կա եւ որոշ ծննդատներ փակվում են, ծնելիությունը նվազում է, մենք ունենք ժողովրդագրական խնդիր, ժողովրդագրության վերաբերյալ ռազմավարություն է մշակվում, եթե չեմ սխալվում, այս դեպքում կինը ստեղ առանցքային դեր ունի, իր վերարտադրողական առողջությունը առանցքային դեր ունի, իր հոգեբանական վիճակը առանցքային դեր ունի։ Այս ամեն ինչը կարևոր է, աշխատանքային օրենսգրքի խստիվ պահպանումը նորից առանցքային դեր ունի։ Նենց կարևոր հարցեր են շոշափվել, որ ինձ թվում է հետաքրքիր է բոլորին, բայց հատկապես բժիշկներին եւ քաղաքականություն մշակողներին, որպեսզի հասկանան ինչ երևույթներ կան, որոնք շատ տեսանելի չեն, բայց դրանք խոչընդոտում են հենց իրենց իսկ մշակած քաղաքականության հաջողությանը։ Լուսինե ջան, շատ շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Լուսինե Քոչարյանն էր, հանրային առողջության մասնագետ, Կետ-33 հասարակական կազմակերպության փորձագետ եւ Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս։ Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն։